Բարև ձեզ թանկագին ընկերներ, թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի Հիսուս Քրիստոսի անունով։ Ինչպես արդեն գիտեք, մենք Դանիելի ծոմի մեջ ենք։ Մեզ մոտ դեկտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ը Դանիելի ծոմն է։ Մենք ծոմի մեջ ենք սոցցանցերից, այս աշխարհի տեղեկատվությունից, եւ այս ծոմի ընթացքում մենք փորձում ենք ավելի շատ լցվել Աստծո ներկայությամբ, Աստծո խոսքով։ Հիշենք Դանիելի օրինակը, երբ Դանիելը ծոմ էր պահում, իհարկե նա հաց էր ուտում, բայց նա չէր սնվում, ինչպես այն արքայության մարդիկ։ Նա կողմնորոշվել էր, որ միայն բանջարեղեն է ուտելու։ Նա չի սնվելու այն տեղի մարդկանց նման, ովքեր սնվում էին թագավորի սեղանից։ Այդպես էլ մենք ենք որոշել, որպեսզի 21 օր ծոմի մեջ լինենք, քանի դեռ մարդիկ այս աշխարհում լցվում են նեգատիվ ինֆորմացիայով, անընդհատ սոցցանցերի մեջ են, մենք ծոմի մեջ ենք լինելու այդ ամենից, անջատվելու ենք այս աշխարհից, որպեսզի միանանք Աստծո հետ։ Եթե դուք մեր ալիքում առաջին անգամ եք, կարող եք դիտել մեր նախորդ վիդեոները, որոնք ներման մասին էին։ Մեր այսօրվա թեման Սուրբ Հոգով մկրտված մարդու մոտ լինում են կեղտոտ մտքեր։ Իմ թանկագին ընկերներ, կեղտոտ մտքերը կարող են քանդել մեր հարաբերություններն Աստծո հետ։ Ինչու՞։ Որովհետև այդ կեղտոտ մտքերը մարդկանց մոտ կասկածներ են առաջացնում։ Շատ մարդիկ կեղտոտ մտքեր ունեն, որովհետև տարբեր բաներ են նայում սոցցանցերում և դրանց պատճառով էլ նրանց մտքերը կեղտոտվում են։ Եվ երևի դուք արդեն գիտեք, որ այսօր համացանցում շատ հեշտ է, որպեսզի մարդիկ կեղտոտվեն, ինչ-որ բան նայեն և իրենց միտքը կեղտոտվի։ Մարդիկ համացանցում շատ վատ բաներ են դիտում, լսում են մարդկանց, ովքեր իրենց կարծիքն են արտահայտում, և նույնիսկ այդ կարծիքը կեղտոտում է նրանց միտքը։ Շատերի խոսքի միջոցով մարդկանց մոտ ատելություն և բարկություն է առաջանում։ Բայց ամենակարևորը, եկեք կենտրոնանանք մեր թեմայի վրա։ Եթե մարդիկ ունեն կեղտոտ մտքեր, ապա հարկավոր է շատ արագ ազատվել այդ կեղտոտ մտքերից։ Նրանք պետք է աղոթեն և խնդրեն Աստծուն, որպեսզի Աստված նրանց օգնի և ազատի այդ մտքերից։ Որպեսզի դուք ավելի պարզ հասկանաք, կարդացեք ինձ հետ Աստծո խոսքը։ Մոտեցեք Աստծուն, և Նա կմերձենա ձեզ։ Մեղավորներ, մաքրեք ձեր ձեռքերը, երկմտողներ, մաքրեք ձեր սրտերը։ Սա Հակոբոսի նամակն է, 4-րդ գլուխ, 8-րդ խոսք։ Աստծո խոսքը մեզ ուղղորդում է, որպեսզի մենք մաքրվենք, և դրանից հետո նոր մենք կարող ենք մոտենալ Աստծուն։ Ուրեմն, եկեք միասին մտածենք. ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգին լինել մի մարդու ներսում, ով միայն կեղտոտ մտքեր ունի։ Հասկացեք, որ կեղտոտ մտքերը ուղղակի կերպով չեն գալիս մարդու մոտ։ Այդ խնդիրը ունի իր արմատը։ Հնարավոր է մարդը համացանցում ինչ-որ վատ բան է նայում, և այդ մտքերն այդտեղից են գալիս։ Հնարավոր է համացանցում լսում են ինչ-որ մարդկանց, տեսնում են նրանց պահվածքը, և այդ ամենը կեղտոտում է իրենց միտքը։ Հենց այդտեղից էլ գալիս են կեղտոտ մտքերը։ Կեղտոտ մտքեր լինում են նույնպես այն մարդկանց մոտ, ովքեր դեռ չեն ազատագրվել։ Այդպիսի մարդիկ ավելի շատ են լցված կեղտոտ մտքերով։ Բայց դա չի նշանակում, որ կեղտոտ մտքերը միայն դիվահար մարդկանց մոտ են գալիս։ Երկու դեպքերում էլ հարկավոր է աղոթել Աստծուն։ Հարկավոր է նրանից օգնություն խնդրել։ Պետք է փորձեք ազատվել այն ամենից, ինչը որ կեղտոտեցնում է ձեր միտքը։ Օրինակ, ինչպես որ մենք այս ծոմի մեջ ենք։ Դանիելի ծոմը նրա համար է, որպեսզի ավելի շատ Աստվածաշունչ կարդանք, ավելի շատ աղոթենք, որպեսզի մոտենանք Աստծո հետ, ինչպես որ մենք արդեն օրինակներ բերեցինք։ Շատերը համացանցում այնպիսի բաներ են նայում, որոնք պետք չէ նայել, և շփվում են այնպիսի մարդկանց հետ, ովքեր իրենց վրա վատ են ազդում, և այդ բոլոր կեղտոտ խոսակցություններից, այն կեղտոտ տեսահոլովակներից մարդիկ լցվում են կեղտոտ մտքերով։ Եվ հասկացեք, այդ ամենը կործանում է մարդու հավատը։ Խորհուրդ կտամ աղոթել այն խոսքի հիման վրա,
որը Փիլիպեցիների նամակում է գրված։ Եվ Աստծու խաղաղությունը, որն ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի։ Աղոթեք այս խոսքի հիման վրա։ Աղոթեք և խնդրեք, որպեսզի Աստված մաքրի ձեր միտքը։ Փորձեք չնայել այնպիսի բաներ, որոնք կեղտոտեցնում են ձեր միտքը, եթե դուք չգիտեիք Դանիելի ծոմի մասին։ Միևնույն է, կարող եք մասնակցել մինչև տարվա վերջ, որպեսզի մաքրվեք այն բոլոր կեղտոտ մտքերից, որոնք ձեր ներսում են։ Բացեք Դանիելի ծոմը հենց այսօրվանից, աղոթելով Աստծուն և ասելով. Տեր Աստված, այսօրվանից ես Դանիելի ծոմի մեջ եմ։ Ես չեմ նայելու նորությունները, չեմ մտնելու համացանց ուղղակի ժամանակ անցկացնելու համար և փորձելու եմ անջատվել այս աշխարհից, որպեսզի ավելի շատ մոտենամ քեզ։ Բացեք ձեր ծոմը և փորձեք ավելի շատ Աստծո խոսքով լցվել, և դա ձեզ կօգնի, որպեսզի ձեր մտքերը առողջ լինեն։ Երբ դուք կարդում եք Աստծո խոսքը, մտածեք դրա շուրջ։ Աղոթեք և մոտեցեք Աստծուն։ Սկսեք ավելի շատ եկեղեցի այցելել։ Այդ ամենն անելով, դուք լցվում եք Աստծո ներկայությամբ, լցվում եք Աստծո խոսքով։ Եվ իհարկե Աստծո խոսքն էլ մաքրում է ձեզ մաքուր և լավ մտքեր է տալիս։ Արթուն եղեք և մի մոռացեք, որ Սատանան, մեր թշնամին, նա մռնչացող առյուծի նման շրջում է և փնտրում է, թե ում կուլ տա։ Ինչ է դա նշանակում։ Սատանան փնտրում է թույլ մարդու։ Իսկ կեղտոտ մտքերը մարդուն թույլ են դարձնում։ Որքան հնարավոր է շուտ ազատվեք դրանից։ Աստծուց օգնություն խնդրեք, և նա ձեզ կօգնի։ Արթուն եղեք։ Եվ հիմա պատասխանեմ այն հարցին. արդյոք Սուրբ Հոգով մկրտված մարդու մոտ լինում են կեղտոտ մտքեր։ Իմ ընկերներ, այո, այդ մտքերը կարող են գալ Սուրբ Հոգով մկրտված մարդու մոտ, բայց դրանք երբեք չեն մնա նրա մտքում, որովհետև հենց ինքը Սուրբ Հոգին, ով մարդու ներսում է, ուժ է տալիս, որպեսզի մարդիկ չընդունեն այդ մտքերը։ Եվ եթե Սուրբ Հոգով մկրտված մարդու մոտ անընդհատ կեղտոտ մտքեր են գալիս, դա նշանակում է, որ նա ավելի շատ տեղ է տալիս Սատանային, քան Սուրբ Հոգուն։ Եվ դա կլինի միայն այն ժամանակ, երբ նա դադարի լսել Սուրբ Հոգու ձայնը։ Սուրբ Հոգին միշտ նախազգուշացնում է, որպեսզի մարդը մաքրվի դրանցից, որովհետև Սուրբ Հոգին մեզ միշտ ուժ է տալիս, որպեսզի պայքարենք այդ մտքերի դեմ։ Շատ լավ, իմ ընկերներ, կարծում եմ այս խոսքը օգնեց ձեզ։ Եթե դուք հարցեր ունեք, կարող եք գրել մեկնաբանություններում, և մենք կփորձենք պատասխանել ձեզ։ Թող Աստված ձեզ առատորեն օրհնի։ Հաջողություն ձեզ։